Կներեք, ես անդրադառնամ այդ իմ սիրած թեմային, ակադեմիական հանրությանը։ Գիտեք, որ ես տարիներ շարունակ եմ ասում։ Գիտեք, ես միշտ չէ, որ կարողանում եմ փողոցում ինձ մոտենում են բավականին շատ մարդիկ, ու ես տեսնում եմ նրանք հոգսերի մեջ, ամենօրյա հոգսերի մեջ են։ Եվ եթե, ասենք, ես իրեն ասեմ, այդ ինչու չես պայքարում, ես ճիշտ չեմ գտնել դա։ Ես գտնում եմ, որ պայքարող խավը պետք է լինի գրագետ, առնվազն կրթություն, բարձրագույն կրթություն ստացած եւ իրենց ամեն օրվա ոչ թե հացը, այլ հացի վրա կարագը եւ մնացած բաները, ուտեսները վայելող այդ խավը։ Դա մեր ամոթն է, միայն բավական է մենք համեմատենք ակադեմիական հանրությունը 88 թվականից մինչև 90-ականների։ Այդ միայն մեր հարստությունը չէր, այդ սովետական միության հարստությունը, որ մենք այդպիսի ակադեմիկներ ունեինք։ Չէ, նայեք սովետական ժամանակ ԿԳԲ-ն դեռ ուժի մեջ։ Դա եմ ասում, սովետական կրթության արդյունքներ։ Այո, բոլորդ հիշում եք, ով է նստել հացադուլի։ Ակադեմիայի ներեք էլի։ Սերգեյ Համբարձումյան։ Վիկտոր Համբարձումյան։ Վիկտոր Համբարձումյան, չէ, բայց նաև Սերգեյ Համբարձումյանը ակտիվորեն մասնակցել է, ակտիվորեն ելույթներ ունեցել, որոնք օրինակելի են դարձել, բավականին դեռ իրենց հետ, այսպես իրենց Ինչ էսքան ողորմելի դարձավ այսօր մեր ակադեմիայի նախագահ, տեղական, չէ, էսքան ողորմելի։ Նոր անկախ Հայաստանի ընթացքում սերունդը, որը ծնվել է եւ մեծացել է, եւ ստացել է կրթություն եւ այսօր ինքն է կազմում ակադեմիական այդ հանրության կորիզը եւ մեծ մասը, մենք նրան ոչ միայն չենք տեսնում, մենք նրան տեսնում ենք ոտերի տակ ընկած ցանկացած իշխանության։ Եվ այս առումով ես պետք է հիշեցնեմ, որ բոլոր նրանք, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցում էին նացիստների հետ, նրանք կոչում են կոլաբորացիոնիստ, այսինքն համագործակցող, այսինքն նրանց հենքը դարձող։ Բայց իրենք ուրիշ ճանապարհ են բռնել, իրենք ասում են մենք չենք տեսնում, մենք տանն ենք, մենք չգիտենք, մենք տեղյակ չենք։ Ակադեմիայի կարծեմ նախագահ ինքը Արցախցի է, չգիտեմ։ Ինչ որ Արցախ է եղել, այդ ինչ բան է։ Չգիտեմ, Արցախ է եղել, շատ կներեք։ Ինչ եք ասում։ Չէ, շատ կներեք, այդ երբվանից է չիմացությունը դարել գլուխգովալով, չէ, չգիտենք։ Չիմացությունը երբ է դարձել Բայց այն մյուս ակադեմիկներ Սաֆրասյանը գնաց սահմաններում հանձնված սահմանները երկու հատ կահավորված բան տեսավ, եկավ ասեց հիացած եմ։ Այդ նույն Սաֆրասյանը ասեք, բայց այդ Սաֆրասյանը կտեղավորվի ինդեմադի իբր թե ինդեմադի երկու լրատվամիջոցում կգնա եւ կասի թե ինչ սարսափելի բաներ է մեզ սպասում եւ Թուրքիան ինչ նկարտումներ է եւ Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ինչ նկարտումներ են ունեցել 120 տարի առաջ եւ ինչ նկարտումներ ունեն շատ գիտականորեն կփորձի բացատրել առանց ծպտուն հանելու եւ հիանալու։ Այդ մյուսը նույնը վերաբերում է նաեւ Պատմության ինստիտուտի տնօրենին, որովհետեւ չգիտեմ ինչի աղջիկը, ինչի Սուրեն Պապիկյանի տիկինն է, այսքան ողորմելի են իրենք բոլորը։ Չէ, կներեք, դուք հիմա անուններ եք տալիս։ Որովհետև եթե դուք անուն չեք տալիս, իրենք բոլորը այդպես լուր ասում են մենք պարրավել ենք եւ տեղյակ չենք։ Չէ, նայեք, ի տարբերություն շատերի։ Նույն տվյալ դեպքում դուք ասենք թե իրենց ուզում եք նախագահ ակադեմիա Արցախցի չի ասել իրենց այդ կեցվածքը այս արտահայտություններով։ Ես ուղղակի կրկնում եմ, ես միայն կոչ եմ անում, հորդորում եմ, դուք ինքնուրույն արժեք եք, դուք անձ եք, դուք մարդ, որպես մարդ էակներ ունեք հզոր իրավունք, այն է լինել ազատ, լինել նվիրյալ յուր ժողովրդին եւ ի վերջո պահպանել ու պաշտպանել համամարտկային արժեքները։ Կներեք, երբ որ ինձ ասում են, որ ահա, երբ որ նրանք ազգայնականներ են, եւ այլն, շատ կներեք։ Ինչ է, մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, դա ինչ է, ազգայնականություն է, ազգերի գրված է, նայեք, այդպես է, մարդու իրավունքների
համաշխարհային, համամարտկային արժեքներից մեկը ինքն ազգերի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, ընդ որում ժողովուրդների է գրած, ինչ է դա ազգայնականություն է։ Ես խնդրում եմ ձեզ բոլորիդ ուղակի, իմ կողմից հարգված ձեր բոլոր գործերը, որոնք որ ես իմ ուժերի չափ ծանոթանում եմ, տարածում եմ, մեկնաբանում եմ իմ ուսանողների համար, ես կարծում եմ, որ այս բոլոր աշխատանքը կարող է զրոյացվի, եթե դուք չգտնեք ձեր մեջ պատշաճ քաղաքացիական խիզախությունը, ակադեմիական խիզախություն դուք ունեք, որովհետև այնպիսի բաների մասին եք գրում, բացահայտում եք այնպիսի մութ էջերը, որ մինչ ձեզ դա չեն արել եւ փառք ու պատիվ ձեզ, բայց բացի ակադեմիական այդ խիզախությունից անհրաժեշտ է որ դուք ունենաք եւ քաղաքացիական խիզախություն, որովհետև այդ բոլոր ակադեմիական արդյունքները ձեր աշխատանքի ակադեմիական նրանք զրոյացվելու են, եթե մենք կորցնենք այն, ինչի մասին դուք գրում եք, այն է հայոց պատմության, հայ ազգի անցած ճանապարհը